Նոր բացահայտումներ ու նոր մեղադրանքներ, ետնաբեմում երևում են Քարամյանի ականջները։ Փաշինյանի հերթական ցուցադրական եկեղեցի այցից հետո կրքերը կրկին բորբոքվել են։ Իրաքի Փաշինյանը դարձյալ ծափերով մտավ եկեղեցի, ինչն անթույլատրելի է ըստ եկեղեցական կարգի։ Սուրբ Պատարագը դարձյալ խմբագրվեց եւ չհնչեց Վեհափարի անունը։ Այս կիրակի Արարատի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ մատուցվեց Մասյաց թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի առաջնորդությամբ։ Այսպիսով հերթական հոգևորականը այն էլ բարձրաստիճան, ով ժամանակին Վեհափար Հայրապետին համարում էր նվիրումի օրինակ եւ ներշնչանքի աղբյուր, այսօր դեմ գնաց Վեհափարին։ Գևորգ Սրբազան գրում են Facebook-յան օգտատերերն ու հռետորական հարցադրում անում. Ինչ շշնջաց ձեր ներքին բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ հայ առաքելական եկեղեցու տաճարում ցուցադրաբար ողջունեցիք սեղմելով նրա ձեռքը։ Նիկոլ Փաշինյանին միացած հաջորդ բարձրաստիճան հոգևորականը Վազգեն Սրբազանն է։ Նրա անունը մամուլում քննարկվեց դեռ Փաշինյանի Էստոնիա կատարած այցի ժամանակ, երբ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդը ջերմ ընդունելությամբ դիմավորեց վարչապետին։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության դինի Վիրահայոց թեմի նախկին առաջնորդը հայտնի է իր սկանդալային վարկով եւ կուսակրոնության կարգը խախտելու եւ մտերիմի հետ կապի վերաբերյալ մեծ աղմուկից խուսափելու համար հավանաբար գործուղվեց Էստոնիա։ Այսօր էլ սոցցանցերում տարածվել է ձայնագրություն եւ նկարներ Վազգեն Սրբազանի եւ նրա սկանդալային անցյալի մասին։ Միաժամանակ համացանցում լուրջ քննարկվում է այն տեղեկությունը, որ հակաեկեղեցական այս ամբողջ գործընթացի ետևում կանգնած է Արգիշտի Քարամյանը։ Ըստ շրջանառվող լուրերի, Քարամյանը դեռ անցյալից ունի լարված հարաբերություններ հոգևորականների հետ եւ նրան է հանձնարարված հնազանդեցնելու գործընթացը Փաշինյանի շահի համար ներքին գործերի նախարարի Աթոռի դիմաց։